Թրամփի կողմից Մադուրոյի ձերբակալության աղմկահարույց բոլոր մանրամասները, ինչպես նաև Թրամփի արձագանքը թեմայի շուրջ կիմանաք րոպեներ անց։ Այս անգամ Թրամփի թիրախում կրկին հայտնվել է Գրենլանդիան։ Այն ձեռք բերելու միտքը անհանգստացնում է ոչ միայն Դանիային, այլ եվրոպական բոլոր պետություններին։ Զելենսկին, Մակրոնը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը ստորագրել են հայտարարություն։ Խոսքը հրադադարից հետո Ուկրաինայում սպասվող փոփոխությունների մասին է։ Մնացեք մեզ հետ մանրամասներին ծանոթանալու համար։ Թրամփի արարքը վենեսուելացի Նոբելյան մրցանակակիրը շատ դրական եւ կարեւոր է համարել։ Խոսելու ենք նաեւ Լոս Անջելեսում եւ Սանտա Մոնիկայում տեղի ունեցած դեպքերի մասին։ Բացի այդ, այսօրվա համար նախապատրաստել ենք հատուկ նյութ տոներից հետո ստեղծվող աշխատաշուկայի վիճակի մասին, այնպես որ մնացեք մեզ հետ տոնական իրականությանը թվերով ու փաստերով ծանոթանալու համար։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Մանու Հարությունյանն եմ։ Տոնական դադարից հետո վերադառնում ենք մեր բնականոն աշխատանքին եւ մեր թիմի հետ միասին ասում բարի գալուստ 2026 թվական։ Տարին փոխվել է, բայց մեր նպատակը մնում է նույնը՝ ձեզ ժամանակին հասկանալի եւ հավաստի ներկայացնել Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենակարևոր ու ամենաազդեցիկ իրադարձությունները։ Այս տարի եւս ձեզնից ակնկալում ենք ակտիվ մասնակցություն մեկնաբանությունների եւ լայքերի տեսքով, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, ապա ճիշտ ժամանակն է միանալու մեր ալիքին։ Ձեր աջակցությունը մեզ համար անչափ կարեւոր է։ Իսկ հիմա անցնեմ օրվա թեմաներին։ Մեր արձակուրդի ընթացքում ԱՄՆ-ում տեղի ունեցած ամենաուշագրավ դեպքն իհարկե Դոնալդ Թրամփի եւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի շուրջ պատմությունն է։ Թեև անդրադարձել ենք մեր Facebook-յան էջում, բայց հավելեմ, որ Թրամփը հայտարարել է, որ Մադուրոն եւ նրա կինը դուրս են բերվել իրենց բնակարանից, անգամ ննջասենյակից, ինչը ստեղծել է մեծ միջազգային արձագանք։ Պաշտոնական Կարակասը այս տեղեկությունները կտրականապես հերքում է, դրանք որակելով որպես տեղեկատվական պատերազմ։ Միևնույն ժամանակ CBS News-ի փոխանցմամբ Մադուրոն իր կնոջ հետ տեղափոխվել է Նյու Յորքի ստորին Մանհեթենում գտնվող դաշնային դատարան։ Դատարանում Մադուրոն հայտարարել է իր անմեղության մասին, իրեն անվանելով ռազմագերի եւ պնդելով, որ անօրինական կերպով առևանգվել է Կարակասում գտնվող իր տնից։ Նա հանդես է եկել առանց ձեռնաշղթաների, խոսել է իսպաներեն եւ օգտվել է թարգմանչի ծառայությունից, իսկ կինը նույնպես հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները։ Հիշեցնեմ, որ Մադուրոյին ԱՄՆ-ում մեղադրում են թմրանյութերի միջազգային ցանց ղեկավարելու եւ հանցավոր խմբավորումների հետ ավելի քան 25 տարի տևած դավադրության մեջ։ Յուրաքանչյուր մեղադրանքի դեպքում նրան կարող է սպառնալ մինչև 30 տարվա ազատազրկում։ Դատավորը պարտավորեցրել է մարտի 17-ին Մադուրոյին ներկայանալ հաջորդ լսմանը։ Թեման շարունակելով ասեմ, որ Մադուրոյի ձերբակալությունից հետո Թրամփը կոշտ հայտարարություններ է արել Մեքսիկայի, Կուբայի եւ Կոլումբիայի հասցեին, զգուշացնելով, որ այդ երկրները կարող են հաջորդը լինել։ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը ասել է, որ Մեքսիկան իր կարծիքով վերահսկվում է թմրանյութերի կարտելների կողմից։ Նա նշել է, որ բազմիցս օգնություն է առաջարկել Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին կարտելների դեմ պայքարում, սակայն վերջինս ըստ Թրամփի հրաժարվել է։ Կուբայի մասին Թրամփը հայտարարել է, որ երկիրը գտնվում է ծանր վիճակում եւ շուտով կարող է հայտնվել ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ նշել է, որ Կուբայի իշխանությունները պետք է սկսեն լրջապես անհանգստանալ։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոին Թրամփը խորհուրդ է տվել ուշադիր լինել։ Պետրոն պատասխանել է կոշտ մեղադրանքներով, Թրամփին մեղադրելով Վենեսուելայի շուրջ գործողությունների եւ Էփշտեյնի գործի հետ կապերի մեջ։ ԱՄՆ-ն մերժել է Ռուսաստանի խնդրանքը, այն է դադարեցնելու ռուսական նավթատար Մարիներա նավի հետապնդումը։ Ռուսաստանի արտգործնախարարությունում հայտարարել են, որ նավը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից ենթարկվում է անհամաչափ ուշադրության եւ անհանգստանալու ոչ մի բան չկա դրա վերաբերյալ, սակայն ամերիկյան կողմը այլ կարծիք ունի։
CNN-ի տվյալներով նավը նախկինում կոչվել է Բելլա 1 և 2024 թվականին ընդգրկվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում։ Վաշինգտոնի կարծիքով այն կապված է Ռուսաստանի ստվերային նավատորմի հետ, որը պատժամիջոցները շրջանցելով նավթ է տեղափոխում։ 2025 թվականի դեկտեմբերին նավը ուղևորվել էր Վենեսուելա, սակայն ճանապարհին փոխել է ուղղությունը, ենթադրաբար ԱՄՆ առափնյա պահպանության կողմից հնարավոր բռնագրավումից խուսափելու համար։ Հետապնդման ընթացքում նավի վրա բարձրացվել է Ռուսաստանի դրոշը, իսկ անձնակազմը հայտարարել է, որ գտնվում է Ռուսաստանի պաշտպանության ներքո։ Ավելի ուշ տանկերը գրանցվել է Ռուսաստանի պաշտոնական նավերի ռեգիստրում և վերանվանվել Մարիներա։ CBS News-ի փոխանցմամբ ԱՄՆ-ն ցանկանում է նավը որսալ և այս գործողությունը ներկայացնում է որպես Վենեսուելայի նկատմամբ ճնշման մեթոդ։ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը քննարկում է Գրենլանդիան ձեռք բերելու բազմաթիվ տարբերակներ, այդ թվում ռազմական ուժի կիրառման հնարավորությունը։ Սպիտակ տան խոսքով Գրենլանդիան ԱՄՆ-ի համար ազգային անվտանգության կարևոր հարց է։ Գրենլանդիան Դանիային պատկանող կիսաավտոնոմ տարածք է և ՆԱՏՕ-ի մաս կազմող երկրի վերահսկողության տակ է։ Թրամփը կրկնել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է կղզին անվտանգության նկատառումներով։ Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը կոշտ է արձագանքել հարցին, հայտարարելով, որ ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը կնշանակի ՆԱՏՕ-ի ավարտը։ Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, աջակցելով Դանիային։ Նրանք ընդգծել են, որ Գրենլանդիայի ճակատագիրը կարող են որոշել միայն Գրենլանդիայի ժողովուրդը և Դանիան։ Նրանք նշել են, որ Արկտիկայի անվտանգությունը պետք է ապահովվի ՆԱՏՕ-ի շրջանակում և կոչ են արել հարգել երկրների ինքնիշխանությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։ Եվս մի հետաքրքիր դեպք է արձանագրվել այս օրերի գլխավոր թեմայի վերաբերյալ։ Մադուրոյի ձերբակալության մասին ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությունից քիչ առաջ մի մարդ Պոլիմարկետ խաղադրույքների հարթակում գրեթե $500,000 է շահել, ինչը կասկածների է հանգեցրել, որ նա կարող էր գաղտնի տեղեկություններ ունենալ։ Խոսքը կրիպտո խաղադրույքների հարթակի մասին է, որտեղ մարդիկ գումար են դնում քաղաքական իրադարձությունների ելքերի վրա։ Մադուրոյի իշխանությունից հեռացման հավանականությունը երկար ժամանակ շատ ցածր էր գնահատվում, սակայն Թրամփի հայտարարությունից ժամեր առաջ այն կտրուկ աճել է։ Հարթակում գրանցված մեկ անանուն բաժանորդ մոտ $32,000 խաղադրույքից ստացել է ավելի քան $436,000 շահույթ։ Բլոքչեյնի առանձնահատկություններից ելնելով հայտնի չէ, թե ով է հաշվի իրական սեփականատերը։ Տվյալները ցույց են տալիս, որ հավանականությունների կտրուկ փոփոխությունը տեղի է ունեցել հենց այն ժամերին, երբ Թրամփը պատրաստվում էր հրապարակել Truth Social-ում Մադուրոյի ձերբակալության մասին իր գրառումը։ Պոլիմարկետը այս պատմության վերաբերյալ մեկնաբանություն չի տվել, իսկ ֆինանսական վերահսկողությամբ զբաղվող Better Markets կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ այս դեպքը բոլոր հատկանիշներով հիշեցնում է ներքին տեղեկության վրա հիմնված շահարկում։ Անցնենք ամերիկյան մյուս նորություններին։ Օհայոյում ձերբակալվել է մի տղամարդ, որը փորձել է մուրճով կոտրել ԱՄՆ փոխնախագահ JD Vance-ի տան պատուհանը և տուն ներխուժել։ Վենսին պաշտպանող գաղտնի ծառայության աշխատակիցները տեղում ձերբակալել են տղամարդուն, ապա նրան գույքի վնասման կասկածանքով փոխանցել են ոստիկանությանը։ Նշվում է, որ նա վնասել է նաև գաղտնի ծառայության ավտոմեքենաներից մեկը։ Վենսի ընտանիքը դեպքի պահին տանը չի եղել։ Տուժածներ չկան, քննությունը շարունակվում է և այս պահին տղամարդուն պաշտոնական մեղադրանք դեռ չի առաջադրվել։ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան պաշտոնյաները ստուգել են անցած շաբաթվա անօդաչու թռչող սարքերի հարձակումը և եզրակացրել են, որ Ուկրաինան չի թիրախավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որևէ բնակավայր։ Այս հայտարարությամբ Թրամփը հակասել է Կրեմլի պնդումներին։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել էր, թե ուկրաինական դրոնները հարվածել են Նովգորոդի շրջանում Պուտինի պետական նստավայրի ուղղությամբ, սակայն ռուսական պաշտպանությունը դրանք խափանել է։ Մենք չենք կարծում, որ այդ հարվածը տեղի է ունեցել, ասել է Թրամփը լրագրողներին Air Force One ինքնաթիռում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես ավելի վաղ հերքել էր Ռուսաստանի մեղադրանքները։
Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Փարիզում ստորագրել են հայտարարություն, որը վերաբերում է Ուկրաինայում ապագա անվտանգության համակարգին։ Փաստաթուղթը նախատեսում է, որ հրադադարից հետո Ուկրաինայում կարող են տեղակայվել բազմազգի ուժեր, ինչպես նաև կստեղծվի կամեցողների կոալիցիայի համատեղ համակարգող կենտրոն։ Պայմանավորվածության համաձայն հրադադարի պահպանման վերահսկումը կղեկավարի Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ ԱՄՆ-ն։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Ուկրաինայի տարբեր շրջաններում կստեղծեն ռազմական համակարգման կենտրոններ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հնարավոր է հրադադարից մոտ 1 տարի անց Գերմանիան զորքեր տեղակայի Ուկրաինային հարակից ՆԱՏՕ-ի երկրում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆը նշել է, որ մշակվող անվտանգության մեխանիզմների նպատակն է կանխել Ուկրաինայի դեմ նոր հարձակումները։ Նրա խոսքով զարգացում կա անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի զարգացման ծրագրի շուրջ, սակայն տարածքային հարցը դեռ շարունակում է քննարկվել։ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն հայտարարել է, որ պատրաստ է իր Նոբելյան խաղաղության մրցանակը կիսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նրա խոսքերով այդ մրցանակը իրականում պատկանում է Վենեսուելայի ժողովրդին և ինքը գնահատելով նրա դերը Վենեսուելայի հարցում կցանկանար այն փոխանցել կամ կիսել Թրամփի հետ։ Այն, ինչ նա արել է, պատմական է, ասել է Մաչադոն Fox News-ի եթերում, հավելելով, որ մրցանակի ստացումից հետո դեռ անձամբ չի շփվել Թրամփի հետ։ Ավելի վաղ Թրամփը կասկած էր հայտնել, թե Նոբելյան մրցանակ ստացած Մաչադոն կարող է ղեկավարել Վենեսուելան։ Իսկ Washington Post-ի տեղեկություններով հենց այդ մրցանակն է պատճառ դարձել, որ նա զրկվել է երկրի ղեկավար դառնալու հնարավորությունից։ Լոս Անջելեսի շրջանում մետրոլինք ուղևորատար գնացքը հարվածել է մի հետիոտն տղամարդու, ինչի արդյունքում նա մահացել է։ Միջադեպը տեղի է ունեցել Բասեթ բնակավայրում։ Գնացքը, որում եղել է մոտ 230 ուղևոր, շարժվում էր Ռեդլենդսի ուղղությամբ։ Իշխանությունների նախնական գնահատմամբ դեպքը եղել է դժբախտ պատահար։ Գնացքում գտնվողներից ոչ ոք չի տուժել, սակայն երթևեկությունը մի քանի ժամով դադարեցվել է։ Ուղևորներին ապահովել են ավտոբուսներով և Uber-ի վաուչերներով։ Մետրոլինկը հիշեցրել է, որ երկաթուղային գծերի մոտ պետք է լինել ավելի քան զգույշ, չշեղվել բջջայիններով կամ ականջակալներով և գծերը հատել միայն հատուկ նախատեսված անցումներով։ Բոլորս գիտենք, որ ամերիկացիների ամենայուրահատուկ հոբիներից մեկը հատուկ քարտերի հավաքածուներ ունենալն է, և իհարկե կան խանութներ, որտեղ վաճառվում, գնվում կամ փոխանակվում են եզակի քարտերը, որոնց արժեքը ի դեպ հաճախ հասնում է հազարավոր դոլարների։ Այսպիսով Լոս Անջելեսում վերջին օրերի ընթացքում մի քանի քարտերի խանութ է թալանվել։ Հանցագործները գողացել են հազվագյուտ Պոկեմոն կարտեր և մոտ 300,000 դոլարի սպորտային քարտեր։ Տեսախցիկների կադրերում երևում է, թե ինչպես են դիմակավորված 5 տղամարդ էլեկտրական սղոցի միջոցով բացում խանութի ցուցափեղկերը և ներխուժում խանութ։ Նույն երեկոյան տեղի է ունեցել նաև երկրորդ միջադեպը։ Զինված անձիկ հարձակվել են մեկի վրա, որը խանութից դուրս էր գալիս թանկարժեք Պոկեմոն քարտերով։ Նրանք խլել են քարտերը և ավտոմեքենայով փախել դեպքի վայրից։ Կասկածյալների որոնումները շարունակվում են։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ հունվարի 7-ը կդառնա Լոս Անջելեսի ավերիչ հրդեհների հիշատակի օր։ Այդ օրը նահանգի բոլոր պետական շենքերի վրա դրոշները կիսով չափ կիջեցվեն։ Փալիսեյդսում հրդեհը խլել է 12 մարդու կյանք և ոչնչացրել ավելի քան 6800 շինություն։ Ալթադենայում բռնկված Իթն հրդեհի հետևանքով զոհվել է 19 մարդ, իսկ գրեթե 9400 տուն ու շինություն ամբողջությամբ ավերվել է։ Ընդհանուր հաշվարկով հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, իսկ մոտ 17000 շինություն ոչնչացվել է։ Սա դարձել է Լոս Անջելեսի պատմության ամենակործանարար հրդեհներից մեկը։ Նյուսոմը նշել է, որ նահանգը հարգում է զոհերի հիշատակը, շնորհակալություն է հայտնում հրշեջներին ու փրկարարներին և խոստանում է, որ Կալիֆոռնիան տուժած համայնքներին միայնակ չի թողնի։ Սանտա Մոնիկայում մի կին ձերբակալվել է նորածնի մահվան գործով։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 6-ին։ Ոստիկանության տվյալներով կինը ինքն է հայտնել, որ Բրոդվեյ փողոցի բնակարանում վնասել է իր նորածին երեխային։
Ոստիկանները ժամանել են հասցե եւ այնտեղ նորածնին գտել ծանր վիճակում։ Երեխային շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Կինը տեղափոխվել է բանտ, նրա ինքնությունը եւ հնարավոր մեղադրանքները դեռ չեն հրապարակվում, քանի որ քննությունը շարունակվում է։ Արիզոնայում տեղի ունեցել ողբերգական ավիավթար։ Ուղղաթիռը բախվել է խորը կիրճի վրա ձգված սլեքլայնին եւ ընկել ներքև, ինչի հետևանքով զոհվել է ներսում գտնվող բոլոր 4 անձիկ։ Սլեքլայնը, որը օգտագործվում էր էքստրեմալ բարձրության վրա քայլելու համար, ունեցել է ավելի քան 1 կիլոմետր երկարություն։ Ականատեսի խոսքով ուղղաթիռը հարվածել է պարանին, ապա ընկել կիրճի մեջ։ Պարզվել է, որ սլեքլայնով զբաղվողները նախապես ավիացիոն ծառայություններին հայտնել էին դրա մասին, սակայն դեռ պարզ չէ, արդյոք օդաչուն տեղեկացված է եղել դրա մասին, թե ոչ։ Վթարի պատճառները դեռ ուսումնասիրվում են, քննությունը վարում են ԱՄՆ տրանսպորտային պատահարների ազգային խորհուրդը եւ դաշնային ավիացիայի վարչությունը։ Նախնական պաշտոնական եզրակացությունը սպասվում է մոտ 1 ամսից։ Իշխանությունների տվյալներով զոհվածները Օրեգոն նահանգից միևնույն ընտանիքի անդամներ են եղել։ Տոնական շրջանը ամերիկացիների համար տարվա ամենասպասված ժամանակահատվածներից մեկն է, սակայն երբ ավարտվում են Սուրբ Ծննդյան եւ Ամանորյա արձակուրդները, միլիոնավոր մարդիկ ստիպված են վերադառնալ ամենօրյա աշխատանքային ռեժիմին։ Վերջին սոցիոլոգիական եւ հոգեբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ անցումը շատերի համար ուղեկցվում է հոգնածությամբ, մոտիվացիայի անկմամբ եւ նույնիսկ դեպրեսիվ վիճակներով։ Եկեք նայենք թվերով, թե ինչ է իրականում տոներից հետո տեղի ունենում ամերիկյան աշխատաշուկայում։ ԱՄՆ-ում աշխատում է մոտ 165 միլիոն մարդ։ Հարցումների համաձայն տոներից հետո աշխատողների շուրջ 76-ից 80%-ը նշում է, որ աշխատանքի սկզբի շաբաթը ավելի դժվար է, քան տարվա այլ ժամանակահատվածներում։ Gallup-ի եւ APA-ի համատեղ տվյալներով աշխատողների մոտ 45%-ը հայտնում է էներգիայի եւ մոտիվացիայի նվազման մասին, 28-ից 30%-ը նշում է բարձր սթրեսի եւ տրամադրության անկման մասին, իսկ մոտ 12-ից 15%-ը խոստովանում է հետտոնական դեպրեսիվ ախտանշանների մասին։ Հետտոնական շրջանը անդրադառնում է նաև աշխատանքի արդյունավետության վրա։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ հունվարի ամենասկզբի 2 շաբաթներին արտադրողականությունը միջինում նվազում է 15-ից 20%-ով։ Աշխատավայրերում ավելանում են ուշացումները, ընդմիջումները եւ ոչ աշխատանքային զբաղվածությունը։ Տոներից հետո աշխատանքային էլեկտրոնային նամակների պատասխանների արագությունը նվազում է մոտ 18%-ով։ Աշխատողների շուրջ 25%-ը շաբաթվա ընթացքում ավելի հաճախ է ընդմիջումներ վերցնում։ 1/3-ը նշում է, որ աշխատանքի ընթացքում հաճախ մտածում է արձակուրդի կամ ապագա հանգստի մասին։ Տարիքային պատկերը եւս խոսուն է։ Հետտոնական հոգնածությունն ավելի արտահայտված է երիտասարդ եւ միջին տարիքի աշխատողների շրջանում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հետտոնական հոգնածությունն ավելի նկատելի է 18-ից 34 տարեկանների շրջանում եւ հաճախ կապված է սոցիալական մեդիայի ակտիվ օգտագործման հետ։ Իսկ 55+ աշխատողները սովորաբար արձակուրդներից վերադառնում են ավելի կայուն տրամադրությամբ եւ բարձր կենտրոնացմամբ, ինչը դրական է անդրադառնում աշխատանքի արդյունավետության վրա։ Կարևոր է չծանրաբեռնել ինքներդ ձեզ, վերականգնել քնի ռեժիմը եւ սահմանել փոքր իրական նպատակներ։ Նույնքան կարևոր է շարժումը, կարճ ընդմիջումները, որոնք օգնում են ուղեղին ավելի արագ ադապտացվել ամենօրյա ռիթմին։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ են, որ կհետաքրքրեն ձեզ։ Հոբիթը եւ կորածները սերիալների դերասանուհի Էվանջելին Լիլին հայտնել է, որ անցած տարվա ընկնելուց հետո ուղեղի խնդիրներ ունի։ Նա Հավայան կղզիներում ուշագնացության պատճառով գլուխը հարվածել է քարին, ինչի հետևանքով այժմ ունի հիշողության եւ մտածողության խանգարումներ։ MRT հետազոտությունը ցույց է տվել ուղեղի ակտիվության նվազում։ Լիլին նշել է, որ այժմ բժիշկների օգնությամբ վերականգնվում է։ Մամդանի կինը ամուսնու երթմնակալությանը ներկայացել է թանկարժեք դիզայներական կերպարով, մինչև ծնկները հասնող սև շորտերով, Բալենսիագա բրդյա վերարկուով եւ $630 արժողությամբ Միստա երկրաճիտ կոշիկներով։ New York Post-ը քննադատել է այս ընտրությունը, այն հակադրելով Մամդանիի ժողովրդական եւ սոցիալական հավասարության մասին հռետորաբանությանը։ Քննադատություններին միացել է նաեւ Սպիտակ տան մամուլի քարտուղարը, կերպարը անվանելով կանոններ քաղաքացիների համար, ոչ իրենց մոտեցման օրինակ։
Օսկարի հավակնորդ Միկի Ռուրկին Լոս Անջելեսում տնից վտարումից փրկելու համար դերասանի երկրպագուները GoFundMe հարթակում ավելի քան $100,000 են հավաքել։ 73-ամյա դերասանը վարձավճարի չվճարման պատճառով պարտավոր էր $59,100 վճարել կամ լքել բնակարանը։ Դրամահավաքը նախաձեռնել էին նրա ենթադրյալ մենեջերները հողում անելով առողջական եւ ֆինանսական խնդիրներին։ Սակայն Ռուրկը հայտարարել է, որ այդ նախաձեռնությունից տեղյակ չի եղել։ Իմանալուց հետո նա այդ քայլը նվաստացուցիչ է համարել եւ կոչ արել երկրպագուներին գումար չփոխանցել։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Հուսամ հավանեցիք հաղորդումը։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ մեկնաբանությունները եւ ոգեշնչվում դրանցից։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։